Մենք նպատակով, որպեսզի պարոն Աշոտյանի քաղաքական գործունեությունը սահմանափակվի եւ այն հանրային կարծիքի վրա իր ազդեցությունը, այն կարծիք ձևավորելու առաջնորդությունը, որ ինքը ստանձնել է հիմնավոր եւ բովանդակային քննադատությամբ ուղղված այս իշխանազավթներին, ուղղակի դադարի։ Ակնհայտորեն իրենք դրան չեն կարողանում հասնել նաեւ այս կեղծ եւ շինծու քրեական գործերով, դրա համար դրանք աճում են մի քանի տարի մեկ պարբերականությամբ։ Եվ ես չեմ դադարելու եւ չեմ հոգնելու կրկնել, որ այս քրեական գործի հիմքում, եթե մենք ամեն դեպքում ելնենք այն կանխավարկածից, որ իրավունքը պրակտիկայում մեռել է, բայց տեսական իմաստով դեռ Հայաստանում ինչ որ միտեղ թևածում է, ապա այս քրեական գործի համար պարտադիր պիտի լինի առաջին հերթին տուժողի արկայությունը, երկրորդ վնասի արկայությունը եւ պիտի լինի իրավական հետևանք որևէ մեկի որոշման արդյունքում։ Հիմա պարոն Աշոտյանի դատական նիստերի ընթացքում Փառք Աստծո հրապարակային եւ ձեր միջոցով նաեւ հասանելի մեր հասարակությանը շատ կոնկրետ եւ շատ ուղիղ ասվել է, որ չկա տուժող այս գործով, դա ամրագրված է այլևս այս դատական նիստերի արձանագրությունների մեջ։ Երկրորդը չկա պատճառված վնաս ոչ մասնավոր անձանց, ոչ պետությանը եւ որևէ այլ շահի։ Դա եւս ամրագրված է այս դատական նիստերի արձանագրություններով եւ Փառք Աստծո տեսանելի է մեր հասարակությանը։ Ինչի է շարունակվում այս քրեական գործը։ Մի պարզ պատճառով, որովհետեւ խոսքը արդարադատական process-ների մասին չի, այլ խոսքը Նիկոլի ասած ոնց էր ասում, այդ վնգստացող դատավորների իջեցրած հանձնարարականի մասին է, այն SMS-ով, որը որ ազատվում է այս երկրում իբր դատավորների անկախությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Դատավորների դոկումենտները կորել դատավորների ժողովուրդներում եւ գործունեությունները հացել էին ուղղել մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ եւ նշում են, որ իհարկե իրենք Նիկոլ Փաշինյանին չեն մեկնաբանելու եւ իրենք անում են իրենց գործերը, որովհետեւ մեկը իրենց SMS չի կարող ուղարկել։ Այդ SMS-ի արկայության մասին խոսել է հենց Նիկոլը, փաստորեն իրանք Նիկոլին են հերքում, կարծում ես իրենց հարաբերակցությունը թողնում նա իրենց մեկնաբանման տիրույթում, իսկ դուք ինչ եք ակնկալում, ուզում եք որ Նիկոլը հպատակ իրավապահ համակարգը գա հենց այն դատավորը, որ պիտի կառավարության շենքում գտնվող պատահաբար հենց ընտրված դահլիճում արված նիստի ժամանակ վերցներ իրան, թե միանգամից գար այստեղ ինչ-որ օպերատիվ հետախուզական միջոցառումների անվան տակ ուղղակի պոլին տապալեր, ասֆալտին փռեր, ոնց որ Նիկոլն էր ասում, ասֆալտը լիզել տար հերթական դատավորին։ Դուք մոռացել եք, թե մի քանի տարի առաջ ինչպես էր դատավորին քաշում գցում էին պատուհանից, դատարանից եւ վերջ, դա նորմալ էր Նիկոլ Փաշինյանի համար։ Կամ ընկալում էին իմաստով, որ դատավորները այսօր կարող են ինչ-որ անկախության կամ երաշխիքների մասին խոսել, մի քանի տարի առաջ ողջ դատական համակարգի մակագրման մեխանիզմը, որը իբր էլեկտրոնային միջոցներով է եւ համակարգչով է, արգրավել էր ամիսներ շարունակ։ Չգիտես ով եւ որ դատավորին ինչ սկզբունքով էր գործեր մակագրում։ Դատական համակարգը գետ 1 նախադասություն դրա վերաբերյալ ասել է, այն բարձրագույն դատական խորհուրդը, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է եւ որևէ մեկ անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի կազմը փոխվել է Նիկոլ Փաշինյանի հաղորդագրության արդյունքում։ Ես եմ գրել, ես եմ ասել գրի դու սարի։ Հասկանում եք, այն մարմինը, որի հետ կապը Նիկոլ Փաշինյանի անգամ պետք է որևէ կերպ գոյություն չունենա։ Ես չեմ զլանա ու ձեզ նաեւ կհիշեցնեմ, որ տարիներ առաջ Նիկոլը կանչել էր դատավորներին, դատարանների նախագահներին եւ Վճռաբեկ դատարանում ներկայացվածություն ունեցող դատավորների որոշ կազմ եւ կառավարության շենքում ուղիղ բոլորիս աչքի առաջ հարց էր տալի, որ 100 հատ կալանք ենք վերում, ինչ է 99 բավարարում եւ դատական համակարգի այդ անկախ անաչառ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի առաջ արդարանում էին։ Ասում են, սենց բաներ չի կրկնվի, սենց հետո կլինի 100-ից 100-ը։ Հիմա երբ որ քննիչը եւ դատախազը գալիս են այս դատարան, այնտեղ է որ ոչ գործապետ, ոչ մեղադրանքապետ, ոչ հիմնավորվածությունապետ, որևէ դատավոր ավելորդություններ իրան նիկոլական բառապաշարով ասած ավելորդություններ թույլ չի տալիս։ Եկել է Նիկոլի քննիչն ու դատախազը, դատավորը գիտի ինչ ակնկալիքով պիտի իրանց ճանապարհի։ 1 ամիս, 2 ամիս, թե 3 ամիս կալան։ Սա է ընդունությունը այսօր Հայաստանի քաղաքացիների։ Բայց ամենայնի Նիկոլ Փաշինյանը դժգոհում է վերջերս, ասում է մեր ամենաանկատար համակարգը դա դատական համակարգն է, բոլոր աշխարհակետ դատավորներին պետք է մենք բռնենք, նաև այսպես ասած նորմալ լրագրողների վրա, ասում եք գիտեք Աննա Հակոբյանը կառավարության շենքում սենյակներից որում ինչպես է բռնվում, բայց չգիտեք օրինակ դատավորներից ով ում բարեկամն է։ Եթե դուք ինձ
գեթ մեկ դեպք հիշեցնեք, ում է Նիկոլ Փաշինյանը օգտագործել եւ հետո շնորհակալություն հայտնել իրեն մատուցած բացառիկ ծառայությունների համար, ես միգուցե սկսեմ խորհել նաեւ ձեր ասած հարցի մասով։ Ինքը նույն կերպ վարվել է ոստիկանապետերի հետ, բազմաթիվ ոստիկանապետեր Հայաստանի իր կողմից նշանակված Հայաստանի քաղաքացիների վրա նռնակներ են նետել, ծեծ ու ջարդ են կազմակերպել խաղաղ ցուցարարների համար, միայն մի բանի համար, որ Նիկոլի աթոռին որևէ մեկը մոտ չգա։ Այն կառավարության դուռը, որի փեր Հայաստանի քաղաքացիների դուռն էր, այդ դրան որևէ մեկը մոտ չգա։ Շնորհակալություն հայտնել, օգտագործել ու շփրտել։ Քննչական կոմիտեից օրինակներ կարող եմ բերել։ Դատախազությունից նա դոլ չի ունեինք, չէ՞։ Անմնացորդ էր ծառայում։ Դրանից այն կողմ հնարավոր չէր պատկերացնել ծառայություն։ Ուր է այսօր։ Եկեք թողնենք արդեն Նիկոլի եւ մեր քաղաքացիների ֆանտազիային, թե ուր է այդտեղ չի։ Նույնը լինելու է այսօր ծառայող Նիկոլին, ծառայող համակարգի ցանկացած սուբյեկտի։ Գիտակցում են իրենք սա, ես չգիտեմ։ Ես իրենց միևնույն ժամանակ եւ խղճում եմ եւ